Եկա տուն հասա։ Ժամի 6-ի կողմերն ասիրել է հետևորդներ ջան, հենց որ տուն եմ հասնում, քանի որ նարցիսներս սկսել են բացվել, այս կողմ եմ նայում, հետո ժպտում եմ։ Միանգամից ամեն հոգնածություն մոռացության եմ մատնվում։ Չնայած որ շատ ցուրտ է, էսա պտտվեմ ու իմ լեռնաշղթան ցույց տամ։ Հասրեցի իմ նարցիսների բլրակը լավ մաքրել, շատ սիրունացել է։ Ինչ ես նայում, այ թե ինձ խելոքացել ես, չէ՞։ Մեծացել ես, խելքովացել ես դու, մի հատ աչքերդ։ Ինչքան հետարքիր է, մի աչքը կապույտ է, մի աչքը մուքագույնը, գնաց, քանի որ ինչ-որ բանի հոտ առել, թոթոթիկ, լավ երես չտամ ու առաջ գնամ, ամպերը հավաքվել է, օդի մեջ բարակ, շաղ է պտտվում, ինձ սիրել հետևորդներ ջան, անցնեմ տուն, կամաց քայլերով գնում եմ, գործերիս նայելով, իմ լեռնաշղթայով հիանալով։ Տուն մտա զանգ ստացա, դուրս եմ եկել, մարդ եմ սպասում, պատվեր ունեի, շուտով կբերեն։ Մի քիչ էլ վայելենք թռչունների երգը, սիրուն բնությունը, մինչև կգան սիրելիներս, մեքենայով են, սպասում եմ, ոնց որ թե եկամ, այո։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, պատվերս ստացա վերջապես, եւ այն էլ ինչ պատվեր, մի մեծ վեդրո կարմիր ձու, Երևանյան կարմիր հավերի ձուն է սա, հավերին բաց եմ թողել սիրելի հետևորդներ ջան, պատվերս երբ որ ստացա, բերել եմ միջանցքում եմ դրել, հետո դրսի հագուստս փոխել եմ, հագել եմ իմ այս սև էլեգանտ շորերը, որ գնամ իմ կենդանիներով զբաղվեմ, սա այն օրն է, որ իմ տնական ակլորից համով ճաշ եփեցի ու դեռ մի քիչ տաք է, ես մի կամ, բայց ուշքսու միտքս դրսում է, որ գնացի ցորեն տալու, մեղքս եկան, նենց էին երեսիս նայում, ասի լավ, ճիշտ ամպամոցա, բայց թե էսա թարի վախտնա էլի, գոնե մի քիչ պտտվեն, մեղք են, հիմա կոֆեն կեփեմ, այդ ընթացքում ձեր հետ կզրուցեմ, հետո ինչպես միշտ կոֆես կվերցնեմ ու կգնամ կհսկեմ իմ հավերին։ Այնքան ուրախ եմ սրա համար, վերջապես ինկուբատորը կմիացնեմ և այն էլ իմ ուզած հավի ձուն, քանի որ շատ վաղուց էր ուզում ունենալ երևանյան կարմիր հավեր, այդ հավերը բոլորը կարմիր են և հենց դրանից էլ իրենց անունը այդպես ստացել են, եթե ասում ենք երևանյան կարմիր հավ, ապա շատ-շատերը գիտեն, որ թե ինչքան լավ տեսակ է, թե մսատու են և թե ձվատու, դեղին տոտիկներով, բայց ակրոնները շատ կծան են, տարիներ առաջ ունեցել եմ, հետո մի հատ աշխատանքի անցա, որի համար զբաղվածությունը շատ էր ու չէի կարա, որ հավ պահեմ, առավոտը շուտ գնում էի, գիշերվա կեսին տուն էի գալիս, հավերս ծախեցի, աչքերիս կեծերը գնալով, հետո դրանից տարիներ անցան, 12 տարի և ավել անցան, հավ չէի պահում։ Հիմա նորից կունենամ երևանյան կարմիր հավիկներ, առայժմ եկամ սիրելի հետևորդներ ջան, եկել են այդտեղ մեղվանոցում են, մի հատ մանդարին մաքրեմ, ուրեմն այս պատվերս հիմա ասեմ ոնց է ստացվել, իմ լավ ծանոթների միջոցով է եղել, ծանոթներ կան, որ դառնում են մեր համար հարազատ, դառնում են բարեկամ սիրելիներս, հետո իմանալով, որ ունեն, ես պատվիրեցի, 100 դրամով եմ գնել, առանց մի հատ որևէ ավելորդ ձևի մտածելու թե վա թանկ եմ առնում, նախ և առաջ շուտով զատիկն եմ ուտենում և դերձուն 100 դրամ է մեր շրջանում, տեղ կա, որ չգիտեմ ոնց է, բայց մեր այս կողմերը, ավավերդո այս կողմերը տնական ձուն արժե 100 դրամ, բացի այդ, որ դա թխսի համար է, մի հատ զրուցեմ նոր կճաշակեմ,
թխսի համար է, ես շատ հարմար եմ գնել, մարդիկ կան, որ ասում են, որ թխսի համար է կամ ինկուբատորի համար է, ինչ տարբերություն, մի քիչ էլ են ավելի են թանկացնում, բայց քանի որ ծանոթի միջոցով են ձեռք բերել, որպես եղավ։ Եվ հարազատ ծանոթների, ապա ես շատ հարմար գնով եմ վերցրել։ Իդեպ ասեմ, որ նույնիսկ ամաչում էին գումարը վերցնել, քանի որ կա չէ նման բան, որ այո, այդ պահերը լինում է բոլորիս մոտ էլ, դե ասում ենք համի մեծ բան չի, ուզում ենք լավություն անել, բայց ես չթողեցի սիրելի հետևորդներ ջան, քանի որ գիտեմ, թե ինչքան դժվարությունով, ինչքան չարչարանքով է այդ ամեն ինչը առաջանում։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, քանի որ հավերս դրսում են, ես գնամ հետևամ, մանդայինս էլ այնտեղ չաշակեմ, ձեզ էլ հավեսի բերեցի, քանի դեռ համով վաղտնա, թանգա, էժանա, արեք ու կերեք, նայեք ուզում եմ մազերս ներկել, դրա համար էլի սենց պոչիկ են կապել, այս մասերը մի քիչ արդեն գույնը փոխվել է, ուզում եմ անպայման ներկել, չգիտեմ, կարող եմ թե ուշք միտքս կհատկացնեմ ինկուբատորը միացնելու մի խոսքով, այսօր ինկուբատորը միացնելու ենք, դե ես գնամ հետևամ իմ չարտիկ-վալտիկներին, հետևիցս եկան, բայց դրությունը խաղաղ էր, մի մասը ստեղ է, մի մասը ներքևն է, զանգի-զրանգին էլ ինչպես միշտ իրար հետ, ահա, այս ինչ տեղան ուզում են, հաչան, շոտ ու շոտ իրեն, շոտ, անչապ ու շոտ իրեն, կարող անցկենող կա, մի հատ մի քիչ սպասենք, ես եկել եմ, որ իմ ցանացորենը Սուրբ Սատիկի համար ցույց տամ, այ ծաղկանոցիս քարը գցել են, այս ուր է եկել, էսա կուտուտ կանի ծաղիկներս, աչքիս ես էլի շուտ դուրս գնամ, քանի որ այդ նոր դուրս եկած ամեն մի ծաղիկը քաղցրա, այո քլոր գնա քեզ ասում եմ, ահա գնաց, շատ լավ էր, բայց այն քարը պետք է գնամ օղխեմ, թե չէ հողը սաղ կթափվի, ինչև է սրել հետևորդներ ջան, ես իմ կոներն է, որը ստեղ է, ես էլ իմ ցանած ցորենը, որը թրջել է երման ջրով, արդեն ծիլերը երևում է, այսօր էլի կջրեմ, ուզում եմ հենց անեմ, որ դրսի լույսը, որ ընկնում է, շողք առաջացնում, այ ծիլերը փոքր երևում է, հինան այն սպիտակին է խփում, երման ջրով թրջելը շատ օգուտ էր, արդեն ծիլը դուրս է եկել, և բոլորի, այս կողմը էլ, հենա, սպիտակին է խփում, դե գնամ մի քիչ էլ հետևամ հավերին, հետո կգամ։ Եկա ես, հիմա հանգիստ եմ, հավերս թարեն եղել, դուր փակել եմ, բայց անին ու զրանգին դեռ դրսում են, մի քիչ էլ պտտվեն, հետո իրանց էլ պետք է փակեմ, քանի որ գիշերը վտանգավոր է, ճիշտ է իրանք այդքան մեծացել են, ուժեղ են, չաղկալ են փախցնում, ուրիշ իշանը չեն թողում իմ տարածքը գա, բայց ամեն դեպքում քշել ագելու գազանը մի ուրիշ է էլի։ Այստեղ գնում էի կատարել, լացում եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, ես սառնարան տեղավորեմ, հետո նոր զբաղվել ձվերով։ Երբեմն պատահում է, որ տնական կաթ չեմ վերցնում, մածուն էի բերել, որ թանավոր եփեմ, այն մյուս օրը դեռ ճաշում եմ, այստեղ կաթնաշոր եմ գնել, իմ սիրելի տվորակը, և կարմիր գույնի ժելե, սա ուրիշ է սիրելի հետևորդներ ջան, սա հենց ժելեն է պատրաստի, տոնդողից տարբերվում է, հիմա ես էլ կտեղավորեմ, տոփրակները պետք է կան միշտ, ժելեները այստեղ, ես է սառնարան։ Սառնարանն էլ լրեց, ու հիմա ուրախ սրտով ձուն ուզում եմ դասավորել։ Դասավորելու հիմնական նպատակը նա է, որ տեսնեմ հո հանկարծ ճաքած ձու չկա։ Ու արդեն ստուգումներից հետո ինկուբատորի մեջ հանգիստ կդասավորեմ։
ասեմ, որ 50 հատում եմ պատվիրել, հիմա եկեք համ դասավորենք, համ էլ հաշվենք, շատ սիրուն կարմիր ձվեր են, որ սենց նայում եմ, արդեն հասկանում եմ, որ թղսի համար, ինկուբատորի համար, ավելի հստակ, ջուտիկ դուրս գալու համար շատ լավ ձվեր են, ոչ շատ խոշոր, ոչ ծուռումուռ, ոչ էլ գծերով, այսպես, երբ որ առաջ պահին տեսա, որ սենց վեդրոյի մեջ են դասավորել, առանց փաթաթելու, այդ պահին մի հատ անհանգստացա, մտքումս մտածեցի, որ հանկարծ կոտրված չլինի էլի ափսոսա, բերել ինձ են հասցրել, բայց սիրելի հետևորդներ ջան, ամեն մարդ իր գործի վարպետն է, ինչպես ես, ինչպես դուք, ամենքս մեր գործի վարպետն ենք, ինչպես որ այսում ուղարկողը, չեմ կարծում, որ սա առաջ անգամ լինի, որ այս ձևով այնքը ձու տեղափոխում, իրենք էլ շատ հավեր ունեն և իր գործը լավ կիմանա, բայց ստուգելը ապահովության համար շատ լավ է, նաև հիշում եմ, որ տարիներ առաջ իմ ծնողները նույնպես շատ ապրանք էին պահում, շատ հավեր էին պահում, հետո մամայիս հետ գնում էի ձուն հավաքելու, այն սովետի թվի մալիրովնի վեդրոները, որ կար, կհիշեք, նրանով լիքը ձու էինք հավաքում, ասենք 2 վեդրո, 4 վեդրո, թենց մի 10 օրը մեկ հավաքում ենք, դե շաբաթից հավաքվում էր, հետո դե այն տարիները մի ուրիշ էր, բնությունը ուրիշ էր, լինում էր ամեն բան, թենց հավաքում էինք ու մամաս ինձ էլ իրա հետ տանում էր, գնացքով գնում էինք Թիվլիս ու տանում էինք այնտեղ ծախում էինք, նաև կող էինք պահում, պանիր էինք տանում ու նաև հավուճուտ էինք տանում, վրացիները այդ տնական ամեն ինչին մի ուրիշ ձևի են մոտենում, հիմա չգիտեմ ոնց է, բայց շատ էի զարմանում, որ ասենք գալստուկը կապած մարդիկ գալիս էին ու արդեն մամայիս էլ էին ճանաչում, գալիս էին ու մեր ապրանքը գնում էին, շատ շուտ էր վերջանում, ուրախ սրտով, արդեն մեր գումարը վաստակած, հիմա էլ գնում էինք խանութներով պտտվում էինք, այն տարիներին սենց խանութներ չկար մեր գյուղում, բայց հիմա այն սուպերմարկետները լիքն են, մեր գյուղը հիմա քաղաքի է նմանվել և շատ է զարգացած։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այստեղ 30 ձուն, որ դասավորեցի, բոլորը լավն են ու ոչ մի ճակ։ Անցնենք առաջ, բայց մի տեսակ աչքից շատ է երևում, կա չէ, որ մի հայացքով նայում ենք, ասում ենք, թե տվյալ բանը քանի կիլոգրամ կլինի, ինձ թվում է, թե այստեղ 50 հատից շատ է, դե տեսնենք։ Ուզում էի թե գցեմ, բայց չէ, կգլորվի ու ճակ կտա։ Շատ ապահով, որ ինձ են հասցրել, մինչև վերջ ես էլ ապահով ինկուբատորին հասցնեմ, արդեն տակը երևում է, ունենց ամբողջական ջարդված ձու չեմ տեսնում։ Բայց նաև ուշադիր նայել ճաքեր չլինեն։ Եթե ճաքած ձու լինի ու ես չտեսնեմ, արդեն դա տեղովը խնդիր կլինի։ Շատ սիրուն է, յուրահատուկ, այդ կարմիր գույնը յուրահատուկ է, և մուգ գույնի մեջ է կարմիր, և բաց վարդագույնի մեջ է կարմիր։ Այդ բաց վարդագույն ձվերի վրա նաև սպիտակ կետիկներ կա, այս տեսակի հավերը շատ սիրուն են լինում, այդ որ նշեցի, որ աքլորները կծան են լինում, ուրեմն որ ես պահում էի, կծան աքլորներ էին ու շանից ահավոր, երեխեքս չէին կարում մոտ գնան նույնիսկ, ես էլ որ գնում էի պարտադիր մի հատ մեծ փայտ կար, պահում էի միշտ, որ տանում էի ցորենը տալու, այդ փետը ձեռից պարտադիր պետք է լիներ, թե չէին վրա էր հարձակվում։ Հետո դրան արդեն շոքեբարնիկ մտցրին ու կծելը մոռացավ։ Բոլորը լավն է, ոյ, այս մեկը մի քիչ ճաքակցել, ամենան ներքևինը, այ այստեղ մոտեցնեմ,
Այստեղ թեթևակի ճաք է տվել։ Լավ էր, որ այս մեկը լինի գոնե, էլ չլինի։ Արդեն քիչ է մնացել, դասավորեմ, բայց ես նկատում եմ, որ արդեն 50-ը անցնելու ենք։ Տեսնեք, քանի հատ ենք անցնելու։ Ընդհանրապես ապրանք պահող մարդը, եթե ձեռնաբաց է լինում, միշտ ավելի է դնում տվյալ բանը, սիրելի հետևորդներ ջան, ես արդեն դա նկատում եմ։ Այստեղ 50-ը լրացավ, 30, 10, 20 և այստեղ 4 հատ գումարից դուրս դրել է, մեկը ճաքած, 3-ը լավն են։ Այս ճաքածում կօգտագործեմ 53 հատը կտեղավորեմ ինկուբատորի մեջ, շատ բարի։ Գումարը տալուց բացի նաև ես իմ շնորհակալական խոսքն եմ ասել, սիրելի հետևորդներ ջան, մենք հայերս ունենք այդպիսի բնավորություն ասեմ, հատկանիշ ասեմ, որ բացի գումարը նաև շնորհակալություն ենք հայտնում, քանի որ ոչ բոլորն են ի սրտե տվյալ բանը հատկապես թուղթ տնելու համար տալիս։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, 53 ձու, մեկը ճաքած, այսինքն 54 ձու է ուղարկել։ Այսպես, այս պահին այս կողմ եմ բերում, այս վեդրոները մի հատ կլվան, մեջն է մի հատ, կարելի է քաղցր դնել և դատարկ չուղարկել։ Մենք էլ մերը անենք, ես նույնպես այդ բնավորությունն եմ ունեցել, այդ լավ հատկանիշներով, ես նույնպես առևտուր եմ արել, երբ որ շատ կովեր էինք պահում, շատ հավուճիվ ունեի տարիներ առաջ, կամ թեկուզ երբ որ ապրանք էինք մորթում, տավար էինք մորթում, կշռելու ժամանակ, անգամ եթե կես կիլոգրամ ավել էր լինում, չէինք հաշվում, կամ էլ պանիրը հյուղը որ կշռում էի, ավել էի կշռում։ Այստեղ են ասել, հարազլավությունը մի օր հետ է վերադառնում։ Այսպես, ճաքածը հեռու դնում այստեղ և արդեն գնամ դրակից ինկուբատորը բերեմ, բայց սիրելի հետևորդներ ջան, ասեցի չէ, որ ուզում եմ նաև մազերս ներկել, մի փոքր հանգստանամ, գնամ դարակից ինկուբատորը կհանեմ, հասկանամ, մազերս այսօր ներկեմ, թե վաղն առավոտյան, վաղը էլի գործեմ, մինչև գնալս կհասցնեմ։ Ինձ թվում է վաղը կներկեմ, լույսերը որ սենց թույլ է, այս մտնում է, թե չէ մեր լույսերը արդեն թուլանում է։ Միշտ ասել եմ, որ դրանից նեղվում է, բայց դա թող պատճառ չլինի, որ ես իմ ինկուբատորը չմեռացնեմ։ Շատ երկար եմ սպասել այսօրվան ու շատ սրտով եմ ուզում, որ ինկուբատորը միացնեմ և էլի ճուտիկներ ունենամ։ Այս մի խմբը, այս խմբաքանակը կլինի իմ համար, հետո Աստված առաջ կտեսնեմ, արդյոք կարողանում եմ էլի միացնել ու արդեն վաճառել, քանի որ անցյալ տարի, երբ որ ցույց էի տալիս, որ այդքան շատ ճուտիկներ ունեմ, շատ-շատերը զանգում էին, ինձ հարցնում էին, արդյոք վաճառում եմ և բոլորին մերժում էի, և Աստծո հաջողությունով այս տարի կգոհացնեմ այն մարդկանց, ովքեր կկամենան ճուտիկներ գնել ինձանից։ Այս խմբաքանակը իմ համար եմ միացնելու ճուտիկները դուրս գան։ Դե սիրելի հետևորդներ ջան, գնամ մի փոքր հանգստանամ, աշխատանքից որ եկել եմ անընդհատ ոսկի մեջ եմ եղել, նաև էլի կմտնեմ իմ մեջ, կպատասխանեմ ձեր գրած տողերին, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել և ձեր ընկերներին ցույց տալ իմ տեղը, որ մեր YouTube-յան ընտանիքը էլ ավելի մեծանա։ Սիրելի հետևորդներ ջան, ինկուբատորը դարակից բերել եմ, որ ցույց տամ, քանի որ նորմալ հետևորդներ ունեմ, ուզում եմ, որ տեսնեք։ Հիշեցնեմ, որ այս ինկուբատորը նվեր եմ ստացել իմ շատ սիրելի հետևորդուհու կողմից, Սոնիկ Ավիկյանից, ով իր ընտանիքի հետ ապրում է Իսպանիայում և պոչտայով ինձ համար նվեր էր ուղարկել անցյալ տարի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն իմ շատ սիրելիներ ջան։ Հիմա նորից եմ ուզում աշխատացնել այս ինկուբատորը։
Այսպես, բացեմ ցույց տամ, անցյալ տարի այստեղ էի միացրել, խոհանոցում էր, ու քանի որ շատ աղմկոտ է ինքը, գումարվել է նաև որ սառնանը տեղափոխել եմ այստեղ, աղմուկը շատ կլինի, քանի որ շատ ժամանակ իմ խոհանոցից եմ ես ձեզ միանում, եթե գոնե սառնանը մի պահ լռում է, իսկ սա չի լռում, անընդհատ աշխատում է, ահա, տեսեք, թե ոնց եմ խնամքով, այսպես դասավորած պահել, սա իմ ներքևի հատվածն է, նաև իր գիրքն եմ պահում, չնայած ես արդեն անգիր գիտեմ, գիրքը անգլերենով է գրված, բայց ես արդեն ամեն ինչին տիրապետում եմ, փորձը շատ է, անցյալ տարի մի քանի անգամ աշխատացրել եմ, ների հավերը, որ թուղս են եկել, գումարվել է նաև ինկուբատորի ջուտիկների արդյունքը և այդքան շատ հավեր ունեցա։ Հիմա սիրելի հեռևորներ ջան, ցույց տամ, սա իր ցանցն է, այս ցանցը տեղավորում ենք, երբ որ արդեն ձուն արդեն ջուտիկը ներսից ծակում է, այս ցանցն ենք տեղավորում, որպեսզի իրանց տոտիկները ջրի մեջ չընկնեն։ Հիմնականում սա իր աշխատեցնող մասն է, վերևի մասն է, սա վերևի մասն է, այստեղ ունի ինքը միացման տեղ, որ ֆռռիկը աշխատի և տաք հուրը փչի։ Այստեղ ունի բատարեյկա, որով մի քանի օրից հետո ստուգումներ են կատարում, տեսնելու համար արդյոք ձուն աքլորի է, թե ոչ, սաղմը առաջացել է, թե ոչ, այստեղ միացնում ենք իր ջերմաստիճաններն է, պլյուս մինուս, որոշակի ծանոթացնեմ, դե հետո ընթացքով էլի կմանրամասնեմ։ Որոշել եմ մյուս սենյակում միացնեմ, այսպես, և հետո ծանոթացնեմ։ Հիմնականում այսքանն է, սա այն մասն է, որով շշերը ջուր ենք լցնում, ու այս ցողերով միանում է, շշերը ամրացվում է սրանց վրա, և այս ցողերով ջուրը մտնում է ներս, ջուրը մտնում է այստեղ, այստեղ պտտվում է, ռոլիկներ են, ձուն դասավորվում է այստեղ։ Հետո, երբ որ ձուն դասավորում ենք այստեղ, արդեն սա ենք ամրացնում, հետո այն վերևի մասը ֆռռիկով սրան վրա ենք ամրացնում և սպասում 21 օր։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, քանի որ նաև որոշեցի մազերս ցերեկվա լույսով ներկել, որ ավելի լավ լինի ինձ, ավելի հեշտ լինեմ, հիմա կզբաղվեմ ինկուբատորը միացնելով, մյուս սենյակում այդ կարգավորումները կտամ, կդասավորեմ, կմիացնեմ, բայց այդքանը արդեն արած ձեզ, դե իհարկե հետո ցույց կտամ միացրած վիճակում, մի քիչ երկար գործ է, որ այդ գործով ձեզ միանամ, վլոգը շատ կերկարի, կարծում եմ այսքանով ձեզ դուր կգա իմ այսօրվա պատրաստած վլոգը, բոլորդ էլ կուրախանաք, որ ես արդեն ուրախ սրտով ինկուբատորը միացնում եմ, նորից ու նորից իմ տնտեսությունը զարգացնելու համար, լավ եղեք, առողջ եղեք և միշտ լավ ու բարի գործերի մեջ եղեք, բարի գիշեր բոլորիդ։